Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն քաղաքապետ, թվային փոխակերպման ռազմավարությամբ նախատեսված եւ առաջնային դասակարգված նախագծերից եւս մեկը արդեն իրականություն է։ Խոսքը գնում է համայնքային ծառայությունների միասնական հարթակի մասին, որը կոչել ենք ԵՍ Երևան Electronic Services։ Հաշվի առնելով, որ այս նախագիծը բավական ծավալուն է, նախատեսել ենք այն ներդնել, գործարկել փուլային։ Առաջին փուլում այն ֆունկցիոնալությունը, որը համարում ենք բավարար եւ արդեն իսկ օգտակար, արդեն իսկ գործարկված է եւ այսօրվանից կգործի։ Ձեր թույլտվությամբ ներկայացնեմ ինչ է հարթակը իրենից ներկայացնում եւ ինչ հնարավորություններ են ձեռում քաղաքացիների համար։ Այս հարթակը համախմբում է Երևանի քաղաքապետարանի եւ իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները, հանդիսանալով մեկ արտադեմ, մեկ պատուհան սկզբունքով աշխատող։ Սրա գերնպատակը առավել հարմար ծառայություններ քաղաքացուն հասցնելն է եւ իհարկե բիզնեսին։ Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը մեկ գրանցումով, մեկ անգամ գրանցվելուց հետո քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից, տեսնել իր պարտավորությունները, վճարել դրանց համար եւ օգտվել տեղեկատվական նաեւ ծառայություններից։ Ես ինքս իմ անունով գրանցված փորձարկումը ներկայացնեմ, թե ինչպես է դա լինում։ Ահա ես արդեն մուտք եմ գործել համակարգ եւ համակարգը ինքնաշխատ եղանակով ճանաչել է ինձ, իմ գույքերը, իմ տրանսպորտային միջոցները, հաշվարկել դրանց պարտավորությունները եւ ամբողջությամբ ինձ կարող է այստեղ ներկայացնել։ Այլևս անհրաժեշտություն չկա հիշել որևէ անշարժ գույքի կադաստրային ծածկագիր կամ վկայականի համարը կամ այցելել մեկ պատուհաններ, ընդամենը պետք է հարթակում գրանցվել եւ լոգին լինելուց հետո ձեր գույքերի մասին տեղեկատվությունը, դրանց պարտավորությունները, դրանց վճարման հնարավորությունը այստեղ երևում է։ Այստեղ առաջնային անշարժ գույքն է, տրանսպորտային միջոցը, աղբահանության համար նախատեսվող տեղական վճարը, որը բոլորը հնարավոր է մեկ հպումով վճարել։ Հաշվի առնելով, որ համակարգը բավական ծավալուն է, ինչպես նշեցի, եւ փոխկապակցված է Երևան համայնքում գործող համարյա թե բոլոր ներքին կառավարման համակարգերին, ուստի ամեն անգամ, երբ որ ես որևէ կոճակ սեղմում եմ, համակարգը հարցում է կատարում այդ գործիքներին, ստանում տեղեկատվությունը եւ մեկ պատուհան սկզբունքով այստեղ ներկայացնում։ Ծառայություններին անդրադառնամ, քանի որ ես որպես ֆիզիկական անձ եմ այստեղ մուտք գործել, համակարգը ֆիլտրել է միայն ֆիզիկական անձին հասանելի ծառայությունները եւ այստեղ ներկայացնում է քաղաքացին կարող է ընտրել իրեն անհրաժեշտ ցանկացած ծառայություն, ներկայացնել դիմում եւ ստանալ դրա պատասխանները որպես էական տարբերություն առավելություն նախկինում նմանատիպ ծառայություն Երևան հայմով տրամադրելու նկատմամբ այստեղ արկա է քաղաքացու սեփական էլեկտրոնային գրասենյակը, այսինքն երբևէ ինչ որ դիմում, որևէ դիմում, երբ որ ներկայացվում է քաղաքապետարան եւ դրա պատասխանը երբ որ ստանում եք, այստեղ բոլորը պահպանվելու է։ Այսինքն սա այն պապկան է, հա, այն գրասենյակն է քաղաքապետարանի հետ շփման, բոլորը այստեղ պահպանվելու են։ Սա ներկայացրեցի որևէ տեսակի դիմում, որ այստեղ արկա են դիմումի մասին մանրամասներ, ինչ կից փաստաթղթեր են պետք, համակարգը ինքնաշխատ գեներացնի դիմումի այսպես ասած ձևաթուղթը, անհրաժեշտ է ընդամենը կցել կից ֆայլերը, ներառել դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվությունը եւ սեղմել ուղարկել կոճակը։ Դիմումը հասնում է Երևանի քաղաքապետարան, մշակվում է, անհրաժեշտ գործողություններ կատարվում են եւ պատասխանը արդեն իսկ նույն այս հարթակի միջոցով տրամադրվում է քաղաքացուն։ Ես ներկայացնեմ եւս մի նոր հնարավորություն, որ այստեղ որպես առավելություն Երևանայում կայքի նկատմամբ արկա է, գրանցվելով որպես Սարգիս Մանուկյան
Եթե ես հանդիսանում եմ որևէ ընկերության տնօրեն կամ պատասխանատու, համակարգը ինքնաշխատ գտնում է իմ հետ փոխկապակցված ընկերությունները եւ եւս մեկ իրավաբանական անձի գրասենյակ ստեղծում եւ կցում է իմ օգտահաշվին։ Օրինակ Սարգիս Մանուկյանը լինելով Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների տնօրեն ինքնաշխատ եղանակով համակարգը գտել է այդ ընկերությունը եւ այստեղ արդեն իսկ ես հայտնվում եմ այդ ընկերության օգտահաշվում եւ կարող եմ տեսնել ընկերության դիմումները, ընկերության պարտավորությունները եւ ընկերության վերաբերյալ այլ տեղեկատվություն կկարողանամ ընկերության անունից ներկայացնել քաղաքապետարան դիմումներ, ստանամ պատասխաններ։ Հիմնական էական տարբերությունը արկա Երևանայում հարթակի հետ այս ֆունկցիոնալ հնարավորություններն էին, որը մենք կարծել ենք, որ արդեն իսկ այս տարբերակով իմաստ ունի հրապարակել եւ դրամադրել գործիքը քաղաքացիներին, որպեսզի եւս մենք փորձառությունը կուտակենք նաեւ, որից հետո օր-օրի այս համակարգում նոր ֆունկցիոնալ հնարավորություններ են ավելանալու, նոր մոդուլներ են համակցվելու եւ զարգանալու է։ Այս համակարգը փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի մեկ պատուհան գրասենյակներին։ Սա ամբողջությամբ պետք է ծածկի քաղաքային ծառայությունները էլեկտրոնային միջավայրում։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան, սիրելի երևանցիներ, ես հարթակի իրականացումը նախաձեռնվել է հենց այն նպատակով, որ Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները ամբողջապես թվայնացնել։ Եվ ես հարթակի միջոցով հենց այսօր էլ դուք կարող եք մտնել, գրանցվել, իդենտիֆիկացվել, տանից դուրս չգալով եւ օգտվել բոլոր հնարավոր քաղաքապետարանի ծառայություններից հենց ուղիղ տանից եւ առանց որևէ այլ հավելյալ խոչընդոտի։ Ես հարթակի հետագա զարգացումը իհարկե նաեւ ենթադրում է հեռախոսային հավելվածներ, որոնք որ հուսով եմ որ մինչեւ տարվա վերջ պետք է ունենանք, պարոն Մանուկյան, կունենանք, հայացքը լավը չէր։ Պարոն քաղաքապետ, ես հարթակը հաշվի առնելով, որ բավական ծավալուն է եւ նաեւ նախատեսված է որոշակի գործընկերային հարաբերություններ, նաեւ միջազգային ներդրումների հետ, որոշ փոքր քննարկումից հետո հստակ կլինի ժամկետները, թե այդ գործիքը երբ ցանկալի կլիներ, որ մինչեւ տարվա վերջ պարոն Մանուկյան նաեւ հարթակը հասանելի լիներ հավելվածներում Android եւ iOS։ Եվ իհարկե ամենակարևորը հարգելի գործընկերներ, վարչության հարգելի հետեր, ես պետք է խնդրեմ բոլորը իրենց հատվածներով նորից միատանցնեն բոլոր հնարավոր դիմումներով եւ այս շաբաթը փորձնական շաբաթ համարենք, որպեսզի նաեւ ի հայտ բերենք բոլոր հնարավոր խնդիրները, որոնք որ պարոն Մանուկյանը եւ իր թիմը շատ արագ կլուծեն հենց այս շաբաթվա ընթացքում, բայց մեր կարծում եմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը այն է, որ մենք ունենք այս համակարգերում KYC իդենտիֆիկացիոն համակարգը, չէ իրանից ենթադրում KYC համակարգը, դա տալիս է հնարավորություն յուրաքանչյուր մարդու ուղղակի դեմքի իդենտիֆիկացիայով կպնել իր համապատասխան տվյալներին, այսինքն կրկին անգամ տանը նստած դուք ընդհանրապես իդենտիֆիկացնում եք ձեր ֆոտոյով եւ դուք արդեն հայտնվում եք այն միջավայրում, որում որ պետք է հայտնվեք, նույնը կլիներ ինչ որ գայիք մեկ պատուհան եւ դիմեիք որևէ հարցով, նույնը կարելի անել այսուհետ տանից։ Շնորհակալ եմ պարոն Մանուկյան, հարգելի գործընկերներ, այս շաբաթ խնդրում եմ բոլորը, սա ֆիքսենք որպես հանձնարարական, ամեն մեկը իր process-ների մասով, մի հատ բոլոր process-ների մասով անցնեն եւ մինչեւ շաբաթվա վերջ արդեն ամփոփած լինենք բոլոր խնդիրները եւ նաեւ եթե հասցնենք լուծումները նույնպես տված լինեն։ Այս մեկն այսպես, շնորհակալ եմ, պարոն քաղաքապետ թույլ կտակ։ Խնդրեմ, պարոն։ Ուղղակի մի հավելում նաև մեր քաղաքացիներին գիտություն, որ KYC համակարգից զատ, որը շատ ճիշտ ներկայացվեց, ESM համակարգը նույնպես ինտեգրված է, այսինքն մարդիկ նույնականացման քարտով եւ մոբայլ ID-ով նույնպես կարող են նույնականացվել ցանկության դեպքում։ Այո,